Այսօր իմ հյուրն է հանրային հարաբերությունների մասնագետ քոուչ Ռազմիկ Սարգսյանը, եւ մենք խոսելու ենք մտքի տրանսֆորմացիաների մասին։ Նշեմ, որ կան մեդիտացիաների բազմաթիվ տեսակներ, որոնք աշխատում են տարբեր տրամաբանություններով, երբեմն նաև իրար հակասող տրամաբանություններով։ Օրինակ, մարդկությունը շատ երկար տարիներ փորձում էր ինքնաթիռներ ստեղծել, եւ YouTube-ում շատ ծիծաղելու վիդեոներ կան, թե ինչպիսին էին այդ փորձերը, ինչ որ հեծանիվի վրա գովսնում էին թևեր եւ այլն։ Ալգորիթմները ֆիքսում են այդ ամեն ինչը եւ վերում հավաքում են ու քեզ տալիս են այն ինչ որ քեզ պետք է։ Ու ստացվում է մի իրավիճակ, որ կարծես դու ինքդ դառնում ես այդ պրոդուկտը։ Մանտրան ձայնը, որը ունի իմաստ, այսինքն նա հակակոնցեպտ է, բայց նա այնպիսի ձայն է, որ իմ բանականության համար շատ գրավիչ է։ Ես չգիտեմ ով է ջուրը հայտնաբերել, բայց վստահաբար դա ձկները չեն եղել։ Բարև ձեզ, Բուն TV եթերում առողջ ոդքասթն է մարդու մտքի, ֆիզիկական եւ հոգեվոր առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է հանրային հարաբերությունների մասնագետ քոուչ Ռազմիկ Սարգսյանը, եւ մենք խոսելու ենք մտքի տրանսֆորմացիաների մասին եւ ոչ միայն ենթադրում եմ։ Ողջույն Ռազմիկ։ Ողջույն Վիոլետա, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եւս շնորհակալ եմ, արի որպես սկիզբ փորձենք նախ քո անցած ճանապարհը մի քիչ հասկանալ եւ քեզ հետ ծանոթանալ, մեր լսարանին եւս ծանոթացնել, որովհետեւ ես գիտեմ Ռազմիկին, ով ի սկզբանե իրավաբան էր, բայց հիմա բոլորովին այլ մասնագիտություն եւ ուղղվածություն ունի։ Խնդրում եմ մի քիչ այս մասը բացես մեզ համար։ Շնորհակալ եմ հարցի համար, ճիշտ է, հանրային հարաբերությունների մասնագետ եմ, ի սկզբանե իրավաբանական, իրավագիտական կրթություն ստացա եւ այդ ոլորտում էի աշխատում, այնուհետեւ տեղափոխվեցի Շվեդիա, որտեղ սովորեցի եւ աշխատում էի մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտում, ապա դիվանագիտության ոլորտում, բայց այս ամբողջ գործընթաց, այս ամբողջ ժամանակահատվածի մեջ իմ հետաքրքրությունը մտավոր զարգացման հանդեպ, մեդիտացիաների հանդեպ, ցանկացած տեխնիկաների հանդեպ, որոնք որ խոստում էին տալիս լինել ավելի արդյունավետ, ունենալ ավելի քիչ ստրես, լինել ավելի ինքնավստահ, դրանց նկատմամբ իմ հետաքրքրությունը եւ նաեւ հանրային հարաբերությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում էր եւ 2021 թվականին ես հնարավորություն ունեցա դրանք փորձել համատեղել պետդեպարտամենտի Fulbright կոչվող ծրագրի շրջանակներում ես սովորեցի, հետազոտեցի եւ դասավանդում էի նաեւ Արիզոնայի պետական համալսարանում, որտեղ իմ հետազոտության թեման հենց տրանսֆորմատիվ տեխնիկաների մարքեթինգն էր եւ դրանց շուրջ հանրային հարաբերություններ ձևավորելը։ Հիմա հիմնականում հանրային հարաբերությունների ոլորտում եմ աշխատում, մարքեթինգի, մենեջմենտի ոլորտում, մեր կազմակերպությունը առաջարկում է պրոդուկտ համալսարանների ընդունելության համար եւ աշխատում ենք 300-ից ավելի համալսարանների հետ 40-ից ավելի երկրներում, բայց քոուչինգը միշտ զուգահեռ այնպիսի ոլորտ է, որ երբեք չեմ դադարի դրանով զբաղվել եւ շատ ուրախանում եմ, երբ այս թեմաների շուրջ զրուցելու հնարավորություն է ստեղծվում։ Շատ լավ, ու հիմա օգտվելով առիթից, որ ունենք այդ հնարավորությունը զրուցելու, եկեք սկսենք այդ, որտեղ բոլորիս է հետաքրքրում մեր մտքի աշխատանք, ընդհանրապես մեր մտքերը, որոնք մեզ գրեթե չեն լքում ընդհանրապես, անընդհատ շատ բազմազան են, բազմաթիվ են եւ դրանց կառավարել, դրանց հետ ապրել իսկապես շատերի համար բավականին լուրջ խնդիր է։ Եկեք հասկանանք սկզբում ինչ է մեդիտացիան, որը երևի ամենատարածվածն է, ու թեև բառը շատ օգտագործվում է, դրա տարբեր տեսակները շատ քննարկվում են, բայց եկեք փորձենք բացել հանրության համար ավելի մատչելի տարբերակով։ Ինչ է այն, ինչպես կատարել, ինչպես է աշխատում եւ ինչ ազդեցություն է ի վերջո թողնում, հա։ Շատ լավ, մեդիտացիա երբեմն օգտագործվում է նաև մտավարժանք բառը, չնայած մեդիտացիայի որոշ ուսմունքներում կարող են անգամ մտավարժանք բառի հետ չհամաձայնվել։ Նախ նշեմ, որ կան մեդիտացիաների բազմաթիվ տեսակներ, որոնք աշխատում են տարբեր տրամաբանություններով, երբեմն նաև իրար հակասող տրամաբանություններով, եւ եթե փորձենք բաժանել դրանց մի քանի խմբերի, եկեք խոսենք 4 խմբի մասին, օրինակ, առաջին խումբը mindfulness մեդիտացիա կոչվածն է, օրինակ, սա ենթադրում է հետևել մտքերին, այսինքն որպեսզի ապահովի որոշակի դիզասոցիացիա մտքերի բովանդակությունից։ Այսինքն եթե ես ունեմ միտք, բայց եթե ես տեսնում եմ, որ ունեմ այդ միտքը, այդ մտքի ազդեցությունը իմ վարքագծի վրա շատ ավելի
փոքր է։ Երկրորդ խումբը ենթադրում է որոշակի կենտրոնացում, կարող է լինել կենտրոնացում մարմնի մասի վրա կամ շնչառության վրա, նույնպես շատ տարածված է, կամ ֆիզիկական օբյեկտի վրա, կամ անգամ կոնկրետ որևէ մտքի վրա, եւ այստեղ է որ փոքրինչ հակասական է դառնում արդյոք սա մեդիտացիա է թե ոչ։ Երրորդ խումբը շատ ավելի փիլիսոփայական է եւ ենթադրում է հարցադրումներ, օրինակ կա շատ հայտնի meditation on I am, այսինքն նստում ես շատ հանգիստ եւ ինքդ քեզ հարցնում ես ով եմ ես եւ բոլոր կոնցեպտները թե մենք ովք են գալիս են ջրի երես, ես ունեմ այս անունը, այս մասնագիտությունը, բայց ես սա եմ արդյոք, հասկանում ես որ չէ, հետո չգիտեմ, մարմինս եւ այլն եւ այլն։ Շերտերով փորձում ես այսպես քեզ բացել, հա։ Այսինքն կարծես թե ոնց որ սոխի կտորները բացում ենք եւ փորձում ենք մեր էության հետ կապվել եւ չորրորդ խումբը, որը կոչվում է ավտոմատ ինքնատրանսցենդում, սա հենց այն մեդիտացիան է, որը ես արդեն 11 եւ ավելի տարի է գրեթե ամեն օր կատարում եմ։ Սա անջանք մեդիտացիա է, այն չի ենթադրում կենտրոնացում, այն չի ենթադրում, որ պետք է հավատաս, որ դա աշխատի, պարզապես աշխատանքի տրամաբանությունը այսպիսին է, օրինակ եթե մենք հիմա լսենք ինչ-որ հետաքրքիր երաժշտություն այս սենյակից, մեր ուշադրությունը մի անգամից կգնա այնտեղ։ Հենց այդպես էլ մեր ուշադրությունը միշտ բնության մեջ գնում է այնտեղ, որտեղ կա կամ ավելի մեծ բավականություն, կամ ավելի մեծ բավականության խոստում առնվազն։ Այսինքն մի բան, որը մեզ շեղում է, որոշակի կենտրոնացում չի թույլ տալիս, որպեսզի լինի մեզ մոտ, հա, շատ ավելի գրավիչ է թվում մեր մտքի համար եւ մենք այստեղից շեղվում ենք, չէ՞։ Այդպես նույնպես կարելի է մտածել, տեխնիկան այսպիսին է, ես նստում եմ, աչքերս փակում եմ եւ նախ այս մեդիտացիան տրվում է ուսուցչից աշակերտի եւ ինձ համար ընտրվում է մի բան, որը կոչվում է մանտրա։ Մանտրան ձայն է, որը չունի իմաստ, այսինքն նա հակակոնցեպտ է, բայց նա այնպիսի ձայն է, որ իմ բանականության համար շատ գրավիչ է։ Այսինքն ես նստում եմ իմ monkey mind-ն ասում, հա, անընդհատ մտքերը շարունակվում են, վայ, սա պետք է անեի, վաղը ինչ եմ անում եւ այլն եւ այլն։ Բայց չես փորձում դու դրանք ճնշես եւ ուշադրությունդ շեղես նրանից, այլ քանի որ, ինչպես նշեցի առաջին օրինակով, այդ ձայնը արդեն իսկ իմ բանականության համար գրավիչ է, իմ ուշադրությունը գնում է դրան։ Եվ կոչվում է տրանսցենդենտալ մեդիտացիա, ինչ տրամաբանությամբ տրանսցենդերը բառից է գալիս, որը նշանակում է անցնել սահմանից այն կողմ։ Ինչի սահմանից այն կողմ, մտածողության կոպիտ մակարդակներից այն կողմ։ Այսինքն ինչ որ այս process-ի ինչ որ մի պահի ուշադրությունս քանի որ չի կարող անընդհատ մնալ ամեն ինչի վրա, գնաց ավելի շատ մանտրային, բայց մանտրան էլ իմ բերած կոնցեպտներ, որ իմաստ չունի, բայց նա նույնպես, քանի որ ձայն է, նրբանալու հատկություն ունի, եւ ինչ որ մի պահ դա էլ է անհետանում եւ մենք մնում ենք պարզապես մաքուր գիտակցության հետ։ Այսինքն հնարավոր է լինեն պահեր, որ կա ոչ միտք, ոչ մանտրա։ Բայց տրամաբանությունը կամ նպատակը ոչ թե այն է, որ ես նստեմ 20 րոպե բացարձակ բավականություն ստանամ, չնայած շատ հաճախ հենց այդպես էլ լինում է, այլ որ մարմինը եւ միտքը ապրեն խորը հանգստի վիճակներ։ Եվ գլխուղեղը ունի նևրոպլաստիկություն կոչված հատկությունը, այն է, որ գլխուղեղը ավելի շատ գետի նման է, քան քարի, հա, ցանկացած փորձառություն, որ մենք ունենք, ապագայում մեր ունեցած բոլոր փորձառությունների վրա ազդում է։ Եվ հենց այդ տրամաբանությամբ է օրինակ աշխատում պոստ-տրավմատիկ ստրեսային խանգարումը։ Եթե ես ունենում եմ շատ խորը ստրես, անգամ գլխուղեղի մակարդակում ամիգդուլա կոչված մասը, որը կորտիզոլի ստրեսի հորմոն է արտադրում, նա ակտիվանում է եւ այլևս չի պասիվանում։ Եվ ինչ ենք փորձում անել տրանսցենդենտալ մեդիտացիայով, մենք ապահովում ենք նույնչափ խորը հանգստի փորձառություն, օրական 2 անգամ 20 րոպե, եւ նևրոպլաստիկության հաշվին այդ հանգստությունը ներթափանցում է մեր առօրյա, այսինքն այս մեդիտացիան կատարում ենք իրականում առօրյայի համար եւ ոչ թե այդ 2-20 րոպեների համար։ Այո, ինչ որ տենց հստակ երկար մեծ փոփոխություն ունենալու համար եւ ի վերջո պետք է լինում այդ փորձառությունը պարբերական եւ կոնստանտ անելու, չէ՞։ Որովհետեւ տեսեք, այդ դուք նշեցիք այդ անճիկ
որովհետև սա շատ կարևոր բառ է իրականում։ Երբ որ մենք փորձում ենք ինչ-որ աշխատանք անել մեր մտքի հետ, կարծես ինչ-որ լրացուցիչ բեռ է ավելանում մեր վրա, հա, ու մենք չենք կարողանում հասկանալ ինչպես այդ ազդեցությունը ունենալ։ Հա, մի քիչ էս էլ փորձենք բացել, որովհետև վստահ եմ, որ բացի ձեր նշած տեխնիկաներից, տեսակներից մեդիտացիայի, կան գուցե ազդեցության նաև այլ շերտեր, հա, մի քիչ սա էլ փորձենք բացել։ Միանշանակ, սա պարզ տեխնիկա է, բայց ոչ պարզունակ, եւ անջանքը հենց բանալի բառն է, այսինքն կարելի է սրա մասին մտածել կամ ընդհանրապես մեդիտացիաների այլ տեսակների մասին նաև մտածել որպես ոչինչ չանելու արվեստ, բայց եթե ես արդեն իսկ ունեմ շատ մտքերի բավականին մեծ բովանդակություն եւ արագություն, եթե ես նստեմ ունենամ ակտիվ մտադրություն, որ ոչինչ չանեմ, ես կարծես թե երկրորդ շերտն եմ ավելացնում։ Նույն պատմությունն է ստացվում։ Այո, որպես մետաֆորա, օրինակ այս բաժակը եթե պատկերացնենք, բաժակի մակերոիդը այս պահին հանգիստ է։ Եթե ես հիմա սա թափահարեմ, ինքը անհանգստանում է եւ ասենք թե սա մեր առօրյա մտածողության մակարդակն է, եթե ես նստեմ փորձեմ ակտիվ գործողություններով այնպիսի ձևով թափահարեմ, որ ինքը հանգստանա, ես չեմ կարողանա դա անել։ Մեկը չենք հասնի այդ արդյունքին։ Բայց բավական է ես սա պարզապես հանգիստ թողնեմ, ինքը կգա հանգստության։ Եվ սա շատ կարևոր է հասկանալ, որ մեր բանականությունը արդեն իսկ հակված է գնալ հանգստության, այսինքն մեդիտացիայի միջոցով այնպես չի, որ մենք ստեղծում ենք այդ հանգստության իմիտացիան, այդ վիճակը արդեն իսկ կա, մեր խորքում է, պարզապես տրանսցենդենտալ մեդիտացիայի դեպքում մանտրայի միջոցով կամ օրինակ երկրորդ խումբը, որ նշեցի, միգուցե դեպի շնչառություն ուշադրության միջոցով ես թույլ եմ տալիս, որ գնամ հասնեմ մտքի ակունքին, եւ իմ կարծիքով այս տեխնիկաների արժեքը ոչ միայն այն ամենը ինչի մասին խոսեցինք, այլ հենց այն, որ դու գաս եւ հասկանաս, որ դու հակված ես սրան։ Այսինքն ես հաջորդ անգամ, երբ որ ես նկատում եմ, որ ինչ-որ թեմայի շուրջ ավելի շատ եմ սկսում մտածել, ու ինձ դա չի օգնում, ես ավելի շուտ ձեռքս գրակից հանամ եւ թողնեմ այս ինքնամաքրման process-ը ավելի արագ տեղի ունենա։ Կամ առնվազն, եթե այդ պահին չեմ կարողանում դա անել, ես ստրեսի մեջ եմ, ես ակտիվ մտքեր ունեմ, ես օքեյ եմ դրա հետ։ Այսինքն պետք է թողնել ի վերջո այդ պահն էլ ապրել, հա, ոչ թե պետք է ուղղակի փախնել այդ մտքերից, այդ թվում նաև ստրեսից, որը մենք ունենում ենք, հա, այսինքն թողնել, որ մենք այդ պահին իրեն ապրենք, մեր միջով անցկացնենք, հա, կարճ ասած, եւ հետո նոր կարողանանք խաղաղվել։ Միանշանակ, այստեղ շատ կարևոր է հասկանալ մտքի աշխատանքի վերաբերյալ մի քանի ֆունդամենտալ սկզբունքներ, ընդ որում ոչ թե որպես կոնցեպտներ եւ նրանց հավատալ, այլ ինքներս հարցնենք մեզ, արդյոք այդպես է, թե այդպես չէ։ Եվ դրանցից մեկն այն է, որ մտքերը, երբ որ մեր ուշադրությունը պահում ենք մտքերի բովանդակության վրա, նրանք շարունակում են որևէ կյանք ապրել, ինչ որ կյանք ունեն, ինչ որ մոմենտում ունեն, բայց երբ որ այդ ուշադրությունը դրանից հանվում է, իրենք անհետանում են կամ գալիս է բոլորովին նոր միտք, այսինքն մենք միշտ ունենք նոր միտք ունենալու հնարավորություն, բայց շատ ավելի բարդացնում ենք իրավիճակը եւ որովհետեւ չենք հասկանում թե որտեղից են գալիս այդ զգացողությունները եւ ինչ են փորձում դրանք մեզ հաղորդակցել։ Հա, օրինակ ստրես նշեցիր, ստրեսի մասին կարելի է նաև մտածել որպես մտավոր որոշակի վիճակի սիմպտոմ, այսինքն ոչ թե խնդիր, որը որ պետք է անընդհատ տրանսցենդել, փորձել դրանից անընդհատ ազատվել, այլ օրինակ եթե ես ձեռքս մոտեցնում եմ ջրին, եթե ջուրը շատ տաք է, ես ունեմ զգայարաններ, որոնք դրանց մասին ինձ զգուշացնում են։ Նույն տրամաբանությամբ էլ մենք ցանկացած պահի, երբ որ մտածում ենք միտք, դրան զուգահեռ ունենք զգացողություն։ Եվ իմ կարծիքով զգացողությունները մեզ տալիս են ինֆորմացիա հենց մտքի որակի մասին։ Բայց եթե ես դա չգիտեմ, ես օրինակ չգիտեմ, այս պահին ստրեսի մեջ եմ եւ կարծում եմ աչքերս բացում եմ, տեսնում եմ քեզ, որովհետեւ այս պահին դու իմ իրականության ֆոկալ կետն ես։ Այստեղ լինելու մասով։ Այո, եթե ես կարծում եմ այս զգացողությունը քո պատճառով է եւ ոչ թե իմ քո մասին ունեցած մտքի պատճառով, ես իմ գիտակցության մեջ անգամ բացառում եմ այդ հնարավորությունը, որ կարող եմ քեզ հետ լինելով կամ ինչ որ իրավիճակում լինելով, որը որ կարծում եմ թե ստրեսային է, ունենալ այլ փորձառություն։ Եվ սա այն տարածությունն է, երբ որ մենք տեխնիկաներից էլ անցնում ենք մի կողմ, որպեսզի ունենանք paradigm shift, այսպես կոչված,
Օրինակ մարդկությունը շատ երկար տարիներ փորձում էր ինքնաթիռներ ստեղծել եւ YouTube-ում շատ ծիծաղելու վիդեոներ կան, թե ինչպիսին էին այդ փորձերը, ինչ որ հեծանիվի վրա գովսնում էին թևեր եւ այլն, բայց էական չէր որքան շատ ջանք էր գործադրվում, ոչ մի հաջողություն չէր գրանցվում, որովհետև մենք չգիտեինք թռիչքի հետևում ընկած հիմնական սկզբունքները ֆիզիկայի եւ դա իհայտ եկավ որպես Բեռնուլիի սկզբունքներ եւ ամեն անգամ երբ որ ներքևում եղած ֆիզիկան հասկանում ենք, դրա վրա արդեն տեխնիկաներ ստեղծելը, engineering part-ը մազը կառուցելը ունենալը արդեն ավելի հեշտ է դառնում։ Այո։ Այս դեպքում եկեք հիմա մի քիչ ավելի բացենք, հասկանանք, թե ազդեցության ինչ գիտական սկզբունքներ կան, որովհետև ի վերջո հասկացանք, որ դրա ետևում ինչ-որ բան կա, չէ՞, որը պետք է մեզ հասանելի լինի, բաց լինի, պարզ լինի, որ մենք կարողանանք ամեն դեպքում ազդեցություն ունենալ դրա վրա։ Շնորհակալ եմ հարցի համար։ Սա հենց իմ հետազոտության թեմաներից մեկն էր եւ իմ նպատակն էր օգնել այս ոլորտի մասնագետներին, լինեն դրանք հոգեբաններ, քոուչեր, մեդիտացիայի ուսուցիչներ կամ յոգայի ուսուցիչներ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել հաճախորդներ կամ բազմապատկել հաճախորդների թիվը կամ ընդհանրապես ստեղծել հետաքրքրություն այս թեմաների շուրջ։ Եվ ազդեցության մասին խոսելիս կարող ենք սահմանել 6 սկզբունքներ եւ սրանք բազմաթիվ մետահետազոտությունների արդյունք են եւ սրանք հետեւյալ տրամաբանությամբ են կարճում, այսինքն օրինակ կա որոշակի տեղեկատվություն ինչ որ կայքում դրա հետևում կա տակտիկա կամ վաճառքի մասնագետն է խոսում որևէ մեկի հետ, այսինքն բազմաթիվ հաղորդակցություններ փորձել են անալիզ արվել, երբ որ եղել է հստակ տակտիկա եւ եղել է հաջողության որոշակի մետրիկա եւ փորձ է կատարվել տեսնել թե այն փոփոխականները, որոնք որ կիրառվել են, որոնք են դրանցից որ ավելի հաճախ են հաջողության հասցնում։ Եվ այս տրամաբանությամբ 6 սկզբունքների մասին կարող ենք խոսել, որոնք կիրառելի են բոլոր ոլորտներում։ Առաջինը դա փոխադարձության սկզբունքն է, reciprocity, երկրորդը համակրանքի սկզբունքն է, liking, երրորդը commitment and consistency, նվիրվածության եւ շարունակականության սկզբունքը, հաջորդը սոցիալական ապացույցի սկզբունքն է, ապա ունենք հեղինակության սկզբունքը եւ նաեւ սակավության սկզբունքը, բայց կարող ենք ամեն մեկի վերաբերյալ մի քանի օրինակներ բերել, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի։ Այո, սա շատ կարեւոր է եւ ինձ թվում է որոշների համար գուցե ինչ որ իմաստով նաեւ մութ, որովհետեւ հատկապես հիմա, երբ շատ ակտիվ են սոցիալական մեդիայի տարբեր ուղղությունները, մարդիկ, ովքեր նույնիսկ ուզում են որոշակի ազդեցություն ունենալ իրենց առողջության վրա, ավելի բարելավել, շատ տարբեր բաներ են առաջարկում յոգայից մինչև տարբեր տեսակի ռիթրիթներ եւ այլն, հա, այստեղ շատ դժվար է այդ ընտրությունն անել ու գուցե լավ կլինի որ փորձենք օրինակներով մի քիչ բացել յուրաքանչյուրի մասով, որ ավելի հասանելի եւ պարզ լինի մարդկանց համար, հա։ Միանշանակ դրանք կարևոր են, ինչպես ասացի, նաեւ դրա համար, որ այս սկզբունքները ինքներս մեր վրա կարող ենք կիրառել, բայց նաեւ շատ կարևոր է հասկանալ, որ այս սկզբունքները անընդհատ որևէ մեկը փորձում է մեզ վրա կիրառել։ Լինի դա ինչ որ պատշաճ շարժառիթով, թե ոչ պատշաճ շարժառիթով եւ դրանք հասկանալով մենք նաեւ որոշակի առումով կարող ենք մեզ պաշտպանել։ Եթե սկսենք փոխադարձության սկզբունքից, սա հին տալ առնելու տրամաբանությունն է։ Ամեն անգամ, երբ որ մենք տալիս ենք որոշակի օգտակար բան, լինի դա տեղեկատվություն, լինի դա ժամանակ, ինչ որ բանի հնարավորություն, էներգիա, ցանկացած բան, որը որ օգտակար է կամ ընկալվում է որպես օգտակար, ստեղծվում է փոխադարձելու պարտավորությունը։ Եվ սա տարածված է բոլոր մշակույթներում։ Այնքան, որ անգամ լեզվի մեջ է սա տարածված, օրինակ անգլերենում շնորհակալություն հնարավոր է ասել նաև much obliged, կամ պորտուգալերեն obrigado բառացիորեն նշանակում է պարտավորված եմ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ օրինակ, եթե ունենք coach, որը ցանկանում է ներգրավել կլիենտների, նա պետք է տա որոշակի օգուտ, փորձի տա որոշակի օգուտ կանխավ։ Դա կարող է լինել անվճար սեսիա առաջարկելով, դա կարող է լինել ժամանակ առաջարկելով եւ այլն եւ այլն։ Բայց եթե մի քիչ ավելի խորանանք այս սկզբունքի մեջ,
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կան որոշակի հանգամանքներ, որ դրանք գիտություն ընդունելով փոխադարձության սկզբունքի ազդեցությունը կարող ենք ավելի ուժեղացնել։ Օրինակ անհատականացման սկզբունքը։ Եթե իմ տված արժեքը քեզ կամ նվերը քեզ անսպասելի է եւ անհատական է, այսինքն անհատականացված է գիտություն ընդունելով, թե ինչ խնդիր ունես դու հենց հիմա պահանջների տվյալ պահի այդ մարդու, կամ ինչ խնդիր ունեն կանայք, կամ քո տարիքի կանայք, կամ Հայաստանում, դա ուժեղացնում է անհատական փոխադարձության սկզբունքի ազդեցությունը։ Օրինակ, մեկ հետազոտություն, որը կատարվել է Արագ սննդի կետերում, օրինակ պատկերացնենք մարդիկ գնում են McDonald's, հենց McDonald's-ում է կարծեմ կատարվել եւ ինչ որ միջին արժեքի գնի առևտուր են կատարում։ Էքսպերիմենտի առաջին փուլում մարդկանց մուտք գործելիս տալիս են բանալիների օղակ, պարզապես սիմվոլիկ նվեր։ Եվ զուտ փոխադարձության սկզբունքի հաշվին մարդիկ կատարում են 12% ավելի առևտուր, սա այդքան էլ զարմանալի չի, բայց երկրորդ մասն է ավելի հետաքրքիր, օղակի փոխարեն մարդկանց տալիս են յոգուրտ, մածուն։ Եվ տրամաբանորեն պետք է մտածենք, եթե ես ինչ-որ բան եմ արդեն ուտում, դրանից հետո իմ ախորժակը պետքա որ քչանա եւ պետքա որ ավելի քիչ առևտուր անեմ։ Բայց 12%-ից դառնում է 24%։ Ինչու՞, որովհետեւ յոգուրտը արդեն իսկ անհատականացված նվեր էր, որովհետեւ արագ սննդի կետ գնացող մարդը ինչի կարիք ունի ուտելիքի։ Եվ սրա համար է, որ հանրային հարաբերություններում շատ կարևոր է տարբեր լսարանների էությունը հասկանալը եւ նրանց անհատական կարիքները հասկանալը։ Ստակ գնահատելը։ Այս նույն տրամաբանությամբ, օրինակ, եթե ես մասնավոր կլինիկա եմ եւ որևէ մեկը մուտք է գործում իմ կայք, ես ունեմ 10 տարբեր թեմաներ եւ մինչեւ ինչ որ տեղեկատվություն տալ է նրանց, ես միանգամից հարցնում եմ. ինչ խնդիր ունեք, ինչի մասին, ինչի կարիք ունեք։ Եվ ինչ որ մեկը ընտրեց, չգիտեմ, պլաստիկ վիրաբուժությամբ եմ հետաքրքրվում եւ դրանից հետո այն բոլոր կոնտենտը, որ ես ունեմ, որը որ ինչ որ օգուտ տալու խոստում ունի, ես դա եմ միանգամից մատուցում։ Ու կարծես հիմա նաև այս սկզբունքով ընդհանուր ալգորիթմներն են աշխատում ցանցերում, որովհետև եթե դու նայեցիր, ուսումնասիրեցիր եւ քո ամեն մի հպմամբ գնացիր մի էջից այդ ավելի խորացված, ավելի բացես այդ ինֆորմացիան նայես, այդ ալգորիթմները ֆիքսում են այդ ամեն ինչը եւ բերում հավաքում են ու քեզ տալիս են այն ինչ որ քեզ պետք է։ Ու ստացվում է մի իրավիճակ, որ կարծես դու ինքդ դառնում ես այդ պրոդուկտը։ Հա, ու ոնց որ դու փորձում ես մի կողմից ազդեցություն ունենալ ինչ որ բան փոխել քո մոտ, բայց դու ինքդ փաստորեն դառնում ես այդ ամեն ինչի կենտրոնում որպես թիրախ։ Այո, այստեղ կարևոր է հասկանալ ազդեցության սկզբունքների հետ աշխատելիս էթիկայի հստակ կանոններ կան, որոնց պետք է հետևել։ Անկեղծ ասած իմ հետաքրքրությունը հանրային հարաբերությունների հանդեպ զորվեց հենց այս շարժառիթով, որովհետև ես սկսեցի նկատել, որ կազմակերպություններ կամ անհատներ, ովքեր որ կատարում էին մարքեթինգ, միգուցե ոչ այդքան մարդակենտրոն ինչ-որ պրոդուկտի, չգիտեմ, լինի դա ծխախոտ, լինի դա ալկոհոլ, կամ ինչ-որ քաղաքական որոշակի պրոպագանդա, շատ հաճախ այս արշավների հետևում շատ ավելի լուրջ ճարտարապետություն կա, քան երբ որ օրինակ հասարակական կազմակերպությունը զբաղվում է մարդակենտրոն որևէ գործունեությամբ եւ մենք պարզապես ենթադրում ենք որ սա քանի որ լավ գործ է ճշմարիտ է դե մարդիկ կխոսեն սրա մասին դե կստեղ ամենևին այդպես չէ իսկ մենք կարողանում ենք մեր ես հասկացա որ իհարկե մեդիտացիան այդ ճանապարհներից մեկն էր մենք կարողանում ենք մեր միտքը այնպես չասեմ գուցե տրանսֆորմացնել կամ կարելի է նաև այդ բառը օգտագործել, բայց բերել այնպիսի վիճակում, որ մենք հնարավորինս դիմացկուն լինենք եւ այդ ֆիլտրելու ունակությունն էլ ունենանք։ Որտեւ մի կողմից այո, շատ լավ է, որ բոլոր այն կազմակերպությունները, մարդիկ, ազդեցություն թողնող մարդիկ հատկապես, հա, այս մեր օրերում կոչված ինֆլուենսերները նաև որ իրենք կարող են մեզ ինչ-որ լավ բան առաջարկել եւ իրապես դա կարող է շատ լավ բան լինել մեր առողջության համար, ոչ միայն մեր առողջության համար, մեր կյանքի տարբեր ոլորտների համար, բայց ոնց որ մեր ուղեղը երբեմն մեր միտքը չի կարողանում կենտրոնանալ եւ մենք փորձում ենք այդ ամեն ինչի մեջ ինչ-որ sense դիմակայել ու գրեթե միշտ չէ որ դա ստացվում է։ Միանշանակ երկու
միտք առաջացավ, առաջինը կարծում եմ այստեղ գիտելիքի պակաս ունենք։ Օրինակ, խոսեցինք փոխադարձության սկզբունքի մասին։ Ընդհանրապես այս սկզբունքները հասկանալով մենք կարող ենք ավելի վաղ նկատել, թե արդյոք որևէ կազմակերպություն կամ անհատ փորձում է ինչ-որ տակտիկա կիրառել մեր նկատմամբ։ Այսինքն, երբ որ կա գիտելիք, արդեն իսկ մենք ունենք առաջ խաղացում։ Բայց երկրորդ մասը, որը ավելի շատ կապված էր մեր հարցազրույցի առաջին մասում քննարկվելիք թեմաներին, կարծում եմ զգացողություններն են։ Եթե ես նշեցի, որ միտքը աշխատում է ներսից դուրս, հա, կարելի է մտածել, որ մեր իրականության փորձառությունը պրոյեկտորի նման է, ոչ կամերայի նման։ Կարծում եմ մենք մեր հիմնական կանխավարկածն այն է, որ կամերայի նման է, հա, ինչ որ մի բան եղավ դրսում եւ դա մեր ներսում հայելվեց որպես զգացողություն, հետեւաբար եթե ես լավ եմ զգում, դու լավն ես կամ հակառակը, բայց դա ամենևին էլ այդպես չէ, որովհետեւ մեր ունեցած զգացողությունները, եթե ուշադրություն դարձնենք, շատ ավելի արագ ու շատ են տատանվում, քան արտաքին իրականության այն հանգամանքները, որոնց հետ մենք դա ասոցացնում ենք։ Եվ եթե փորձենք մենք տեսնել արդյոք այդ պրոյեկտորի օրինակը ճիշտ է, եւ եթե դա ճիշտ է, նշանակում է ցանկացած վարքյանի իմ զգացողությունը տալիս է ինձ ինֆորմացիա իմ ունեցած մտքի որակի մասին։ Եվ հետեւաբար, օրինակ սակավության սկզբունքը, մեկ այլ ազդեցության սկզբունք է, էությունն այն է, որ մարդիկ ցանկանում են ունենալ այն ինչ չունեն։ Եթե կա ստեղծվում է ընկալում, որ ես հիմա սա բաց թողնեմ, այս հնարավորությունը բաց կթողնեմ, իմ ցանկությունը դրա հետևից գնալու միանգամից շատանում է։ Բայց եթե այս պահին ես գիտեմ, որ իմ զգացողությունը իմ մտքի հետևաբար նաև իրականությունը ամբողջությամբ ընկալելու մասին հնարավորություն է տալիս, բայց ես տեսնում եմ, որ իմ մեջ ինչ-որ զգացողություն արթնացավ, որ ես շտապողականությամբ եմ փորձում ինչ-որ քայլ կատարել, ես կասեմ հələ մի րոպե, էլի ես սա գիտություն կընդունեմ, բայց միգուցե սրա մասին մտածեմ 10 րոպե հետո կամ վաղը, երբ որ ավելի հանգիստ եմ։ Եթե իրոք սա այն որոշումն է, որ ես ցանկանում եմ կատարել, ես այն ժամանակ էլ դա կմտածեմ։ Այո։ Այսինքն սա ինքնաճանաչման հետ է նաև կապված։ Կարելի է ստեղ նաև ասել ու կապել նրա հետ, թե որքանով ենք մենք ինքնաբավ եւ ինքնավստահ, որովհետեւ այս ինքնավստահությունը երևի այդպես կարմիր գծով անցնող մի շատ կարևոր հատկանիշներից է, որը մեզ ամեն դեպքում այսպես հեղեղուկ վիճակի մեջ է պահում պարբերաբար եւ եթե մենք ունենում ենք եւ կարողանում ենք օգտագործել այնպիսի մեթոդներ, որ մեզ թույլ է տալիս ավելի այդպես ինքնավստահ եւ հաստատուն լինել, գուցե սա էլ է օգնում այդ իմաստով։ Միանշանակ, եթե կրկին եթե կապեմ իմ նշած կետերի հետ, ինքնավստահությունը, ինչպես եւ հանգստությունը, ինչպես եւ երջանկությունը, ինչպես եւ ստեղծարարությունը, բոլոր այն դրական հատկանիշները, որ մենք ցանկանում ենք ունենալ, դրանք արդեն իսկ կան մեր ներսում։ Օրինակ մենք երեխաների մասին ենք խոսում միջև հարցազրույցը, եթե երեխաներին հետևենք, նրանք արդեն իսկ ունեն բնական ինքնավստահություն։ Միջև մեր ստեղծած մշակույթով կամ կրթության համակարգով մենք նրանց սովորացնում ենք, որ դու պետքա բավականաչափ այսպիսին է լինես կամ այնպիսին է լինես, որ վաստակես ինքնավստահ լինելու իրավունքը, օրինակ։ Չէ՞ պերֆորմանս անելու, որովհետեւ քեզ հարգեն կամ սիրեն, ինչի ամենասխալ երևույթներից մեկն է։ Բայց եթե փորձենք հասկանալ դրա հետևում ընկած կանխավարկածը, դա գալիս ենք նույնպես այն կետին, այսինքն եթե ես մտածում եմ, որ իմ ինքնավստահությունը դա մի զգացողություն է, որին ես պետք է հասնեմ ինչ որ X նվաճումներ ունենալով, ես շատ երկար ժամանակ այդպես էլ մտածել եմ։ Մենք դրան երբեք չենք հասնում։ Ինչու չենք հասնում, որովհետև ամեն մի կետ հասնելիս մենք կարող ենք ցանկացած միտք ունենալ ամեն դեպքում եւ ունենալ ցանկացած զգացողություն։ Եվ հիմա նորից պրոյեկտել այն միտքը, որ դե հիմա պետք է ավելի լավ աշխատանք ունենամ, ավելի մեծ աշխատավարձ ունենամ։ Բայց ես գիտեմ, որ ցանկացած պարագայում իմ զգացողությունները գալիս են իմ ներսից, հետեւաբար նաև լուծումը իմ ներսում է, ես հանգստանում եմ, ես թողնում եմ, որ նրանք կան զրոյական վիճակի։ Միգուցե ես կիրառում եմ որոշակի տեխնիկա, միգուցե չեմ կիրառում զուտ ուղակի այս փաստը, այս գիտելիքի հաշվին ես թույլ եմ տալիս, որ դա տեղի ունենա։ Մեր հարցազրույցից առաջ դու նշեցիր, որ երբեմն ամաններ լիվանալն է քեզ համար մեդիտացիա։ Այո, լրիվ այդպեսի բան է, որովհետև եթե անկեղծ, ապա շատ են լինում մեր մտքի վրա հարձակումներ, կարճ ասած։ Դա տարբեր ձևերով է դրսևորվում, ինչ որ հասարակության կարծիք, ռեֆերենտային խմբի կողմից քեզ եկող
ինչ որ հուշում, որը գուցե լավ իմաստով է արվում, քո ավելի լավը լինելու իմաստով է արվում, բայց դա ազդում է քո վրա, քո մտքի վրա։ Եւ այն պարբերաբար քո ներսից քեզ էլի այդ ինչ որ դրսից բերող ազդեցության տակ է թողնում ու դու չես կարողանում այսպես լողալ ու դուրս գալ այդ ջրի վրայի երեսին, հա։ Ու այս պարագայում ես իհարկե ընդունում եմ, որ երբևէ չի ստացվել այնպես, որ շատ խորացված լուրջ կարողանամ որպես այդպիսին կոնկրետ տեխնիկա օգտագործելով մեդիտացիա անել, բայց այո, հենց այդ աման լվանալը ինձ համար կարող է իսկապես մեդիտատիվ լինել ու ես շատ հանգիստ երկար ժամանակ կարող եմ այդ փրփուրով ամաններով, որը գուցե ինչ որ կենցաղային առօրյա տհաճ գործ կարող է լինել, բայց ես այդտեղ փորձում եմ ինչ որ լավ բան գտնել կամ այդ ընթացքում երաժշտություն կմիացնեմ կամ ընդհանրապես չեմ միացնի եւ ես այդ պահին կմտածեմ այդ ամանի ինչ որ նախշերի, ծաղիկների, փրփուրի եւ ջրի մասին, որը ինձ այդ պահին տոտալ կանջատի մնացած բոլոր հոսող մտքերից կամ այդ դրսից եկող աղմուկից, դրսից եկող ձայնից, որ ինձ անընդհատ ինչ որ տարբեր դերերում կփորձի դնել, հա։ Սա է ոնց որ իրականությունը։ Միանշանակ, սա կարող ենք անգամ բացատրել հանրային հարաբերությունների ոլորտում մի օրինակով կա այսպես կոչված agenda setting theory։ Այսինքն կարող է մեր գիտակցությունը անսահման է, բայց ցանկացած բայի մեր ինֆորմացիա կլանելու կամ ինչ որ բաների մասին մտածելու հնարավորությունը որոշակի սահմանափակում ունի։ Եվ օրինակ, եթե որևէ X թեմա արծարծվում է շատ, հասարակության մեջ ձևավորվում է կարծիք, որ սա կարևոր է։ Կարող է վերաբերելի չթվալ, բայց կփորձեմ կապել։ Այս տրամաբանությամբ օրինակ, երբ որ ԱՄՆ-ի զորքերը Իրաք ներխուժեցին, բոլորը խոսում էին նրա մասին, որ սա միջազգային իրավունքի տեսանկյունից իրավաչափ չէ։ Եվ ներդրվեց մեկ ծրագիր, որով որ ուղարկվեցին ամերիկացի լրագրողներ Իրաք, բայց նրանց նպատակն էր զրուցել, ապահովել նորություններ նրանց առօրյա կյանքի մասին, հերոսական ակտերի մասին։ Եվ դրա հաշվին ինչ է տեղի ունենում։ Եթե ես ունեմ այսքան տարածություն մեդիայում եւ ավելի շատ եմ լցնում դրա մասին ունեցած թեմաները, մյուսի մասին միջազգային իրավունքի տեսանկյունից իրավաչափության մասին թեմայի համար եղած տարածությունը գնալով փոքրանում է։ Եվ այս սրա համար է, որ նաև քաղաքական ընտրություններից առաջ այդ հայեցակարգում եղած թեմաները եւ փորձել մեկը ավելի կարևոր դարձնել կամ ընկալում ստեղծել, որ սա է հենց կարևորը, դառնում է շատ կարևոր։ Բայց եթե հիմա փորձենք կապել մեդիտացիայի հետ, եթե ես պարում եմ կամ աման եմ լվանում եւ իմ ուշադրությունը պարզապես թույլ եմ տալիս, որ լինի այնտեղ, հատկապես երբ որ կա մի բան, որը որ միտք չէ, ասենք ամանի զգացողությունը դու նշեցիր, դրա համար է որ շատ հաճախ շնչառության զգացողության վրա կենտրոնացումը շատ արագ հանգստության զգացողություն է տալիս, որովհետեւ այն միշտ կա այն նաև մարմնի հետ է մեզ կապում եւ օգնում է միտք-մարմին կոորդինացիան։ Հա, մի տեսակ ինքը ավելի այսպես հողին քեզ մոտ է պահում, էլի կարծես։ Մի փոքր առաջ անցնենք մեր թեմաների մասով, շատ բազմազան են ու իրականում այստեղ շատ կուզենամ նաև անդրադարձ անենք այն բոլոր մասնագետներին, ովքեր այս ոլորտում գործունեություն են իրականացնում եւ փորձել իրենց տեսանկյունից էլ հասկանալ ու ես եթե անկեղծ մի քիչ շատ են խոսում սրա մասին, բայց մեծ սկզբում կուզենանք բացել այս coach կոչված երևույթը եւ մասնագետին, որովհետեւ կան հոգեբաններ, կան բժիշկներ, քիչ թե շատ իրենց շրջանակը այսպես բաց է եւ հասկանալի է, բայց մի հատ սա խոսենք ու հետո մյուս թեմային անդրադառնանք, ընդհանրապես ինչ են անում coach-երը, հա, մի հատ էսել փորձենք բացել։ Ինչպես որ մեդիտացիաները միգուցե եւ ավելի այս դեպքում coaching-ի բոլորի կողմից, որ համաձայնված լինեն բնորոշում չկա, coaching-ի միջազգային ֆեդերացիա կա, որը որ ունի որոշակի սահմանում, երկխոսություն, որի նպատակն է օգնել որևէ մեկին հասնել իր նպատակներին։ Շատ կոպիտ լեզվով ասած, բայց եթե մետաֆորայով փորձենք բնութագրել, մեր Գյուրջիևը, որը հայ միստիկ էր, իր 4-րդ ճանապարհ գրքի մեջ մի շատ հետաքրքիր միտք է արտահայտում։ Նա ասում է՝ միակ բանտը, որից հնարավոր չէ խուսափել, փախչել, դա մեր մտքերի բանտն է, որովհետև մենք անընդհատ մտածում ենք մեր մտքերը։ Մեկ այլ մետաֆորական նույն միտքը արտահայտող, որ եթե ես չգիտեմ ով է ջուրը հայտնաբերել, բայց վստահաբար դա ձկները չեն եղել, որովհետև մտքերը մեզ անընդհատ են շրջապատում։ Կարծում եմ, coaching-ի արժեքը այն է, որ երբ որ մենք ծավալում ենք երկխոսություն քո ընտրած թեմայի շուրջ,
դու ունես քո blind spot գույր կետերը, հա, այսինքն միգուցե կա ինչ որ կանխավարկած եւ դա ամեն դեպքում առաջնորդում է քո վարքագիծը, բայց դու հնարավորություն չես ունեցել դա հարցականի տակ դնել, որովհետեւ նա ամենուր է, հա, այսինքն ոնց որ իմ աչքերի վրա հիմա կան լինզաներ Եվ եթե ես դա չգիտեմ, ես իրականությունը միայն ու միայն այդ լինզաներով եմ ընկալում։ Բայց եթե ես որպես coach քեզ օգնում եմ ունենալ տարածություն, դրանք հարցականի տակ դնել, ապա հավանականությունը, որ դու դրանք կտեսնես, շատ ավելի մեծ է։ Կարծում եմ coaching-ի արժեքը, եթե համեմատենք մեդիտացիաների հետ, այլ է, բայց բնականաբար coaching-ի մեջ շատ տարբեր մեթոդներ կան։ Եվ նաև ուղղություններ ենթադրում են ոլորտային։ Այո, անգամ իրար հակասող ուղղություններ։ Ես կարծում եմ, որ եւ այս մեթոդոլոգիան օգտագործում եմ եւ հանրային հարաբերությունների ոլորտում եւ coaching-ի ոլորտում ամենալավ մեթոդներից մեկը ֆիզիկայի մեթոդն է։ Այսինքն մենք գնանք ամենափոքր մասնիկներին, գնանք տեսնենք ամենատարրական ֆունդամենտալ մակարդակում որոնք են այն սկզբունքները, որոնք մշտապես գործում են, այսինքն աքսիոմատիկ են։ Եվ տեսնենք մեր ունեցած կանխավարկածները, մեր մտքերը դրա հետ համապատասխանում են, թե չէ։ Նույն տրամաբանության մարքեթինգի մենեջմենտի մեջ մենք ազդեցության սկզբունքների մասին խոսեցինք, դրանք գրեթե աքսիոմատիկ ճշմարտության մակարդակի են։ Եվ ամեն անգամ երբ ինչ-որ արշավ եմ ես կազմակերպում, ես փորձում եմ համատել իմ գրածը կամ պատկերը կամ այս տեխնիկաները համապատասխանում են այն ճշմարտությանը, որը արդեն հավաստված է գիտական հետազոտություններով, մեր բոլորի փորձառությամբ եւ այլն եւ այլն։ Իսկ կարելի ասել, որ հոգեբանները այս դեպքում աշխատում են ավելի շատ ամեն դեպքում հոգեկան աշխարհի հոգեբանական խնդիրների հետ, այսինքն հոգեկան առողջության հետ, իսկ քոչը ունենում է ազդեցության հենց մտավոր առողջության հետ եւ մտքի հետ կապված մնացած բոլոր շերտերի հետ։ Շատ դժվար, մի քիչ նուրբ թեմա է, շատ դժվար է իրականում այդպիսի տարանջատում սահմանել, հատկապես այն դեպքում, երբ որ շատ նախկին հոգեբաններ նաև քոուչեր են։ Այո, հենց դրա համար եմ ուզում ասել, որովհետև իրականում այդ տարանջատման մեջ մի քիչ էսպես խառնվում ես, էլի։ Ախր հարցն այն է, որ հոգեբանությունը նույնպես շատ արագ էվոլյուցիա է ապրում, այսինքն բաներ, որ նախկինում անգամ միգուցե արգելված էին, հիմա օգտագործվում են թերապիայի մեջ։ Օրինակ Եթե այս օրինակը օգտագործենք, եթե ես իմ մատը կտրեցի, ես գիտեմ, որ ինքը կռեգեներացվի։ Եվ ես միջամտությունս փորձում եմ նվազագույնի հասնել, միգուցե ինչ-որ բան դրեցի, փակեցի, որովհետև մարմինը ունի ինքնամաքրման հատկություն։ Միտքը նույնպես ունի ինքնամաքրման հատկություն։ Օրինակ մի 40-50 տարի առաջ հոգեբանության մեջ շատ ավելի վիրաբուժական, վիրահատական մոտեցումները, որ դե բեր մանկությունից քո բոլոր տրավմաները, սթրեսները բերենք ջրի երես, փորձենք դրանց հետ աշխատել, շատ ավելի տարածված էր։ Հիմա անգամ նույն բազմաթիվ հոգեբաններ դրա դեմ են խոսում եւ կան հետազոտություններ, որ ցույց են տալիս, որ մի խնդրի մասին ինչ որ մի հատ չափ է գալիս, դրանից ավել խոսելը չի օգնում դա տրանսցենդել կամ դրա հետևում եղածը ընկալել։ Այնքան տարբեր են մեթոդները, որ կարծում եմ պարզապես արդարացի չի լինի, որ ես տենց շատ կատեգորիկ տեսակետ արտահայտեմ սրա մասին։ Անդրադառնալով հանրային հարաբերություններին, որը երևի թե մեզ ամեն իմաստներով պետք է եւ մենք բոլորս որևէ կերպ դրսևորվում ենք, արտացոլվում ենք շատ տարբեր հարաբերություններում հանրային։ Այստեղ ինչ պետք է մարդիկ իմանան։ Միգուցե կարող ենք տալ հանրային հարաբերությունների, հա, public relations կոչվածի տանք դրա գիտական սահմանում եւ հասկանանք թե դա ինչ է, որովհետեւ կարծում եմ սրա շուրջ անգամ այդ ոլորտի մարդիկ բավականաչափ շփոթված են։ Այն կարող ենք սահմանել որպես մենեջմենտի կառավարման ֆունկցիա, որը պատասխանատու է նրա համար, որ ստեղծվեն, զարգացվեն եւ պահպանվեն փոխշահավետ հարաբերություններ մի կողմից որևէ կազմակերպության կամ միգուցե անհատի եւ մյուս կողմից բոլոր այն լսարանների միջև, որոնք սահմանում են այս կազմակերպության կամ անհատի հաջողությունը կամ անհաջողությունը։ Մի քիչ երկար ստացվեց, կարող ենք բաժանել մասերի։ Բացենք, որ հանրության լայն շերտերի համար ավելի այդպես հասանելի լինի։ Այո, սկսենք սկզբից։ Ասացի, որ սա կառավարման ֆունկցիա է։
չեմ փորձում ակնարկել, որ կազմակերպության ներսում որևէ ֆունկցիա կարևոր չէ, բայց քանի որ այդ փոխշահավետ հարաբերությունները եւ կոնտակտները բոլոր այլ լսարանների հետ ձևավորվում են կազմակերպության բոլոր աշխատողների ցանկացած ասացի, չասացի եւ արածի միջոցով, սա ենթադրում է պլանավորում եւ հստակ մետրիկաներ ունենալ կառավարման մակարդակում։ Հա, այսինքն այն կոնցեպտը, որ կա ինչ-որ թիմ, որը որ զբաղվում է օրինակ HR-ով կամ ադմինիստրացիայով եւ դե թող հանրային հարաբերություններով էլ իրանք զբաղվի, դա բավականաչափ հարգալից չի այս ոլորտի նկատմամբ։ Այսինքն նախ այս ոլորտի աշխատողները պետք է իմանան, որ սա կառավարման ֆունկցիա է։ Այո։ Երկրորդը, ես նշեցի, որ սա փոխշահավետ հարաբերությունների մասին է եւ արդեն փոխադարձության սկզբունքի մասին խոսեցինք դրա կարեւորության մասին, որովհետեւ եթե ես մեկ անգամ ինչ որ օգտակար տեղեկատվություն տարածեցի կամ ինչ որ ծառայություն առաջարկեցի, բայց երկարաժամկետ այս հարաբերությունները չեն զարգանում, սա արդյունավետ չի լինի, այսինքն պետք է հասկանալ, որ սա շատ դինամիկ ոլորտ է։ Եվ ես նշեցի այդ հարաբերությունները ստեղծելու, պահպանելու եւ բարելավելու մասին։ Այստեղ էլ նաեւ այդ շարունակականության մասն է հա միանում։ Այո, եւ մեկ այլ մաս, որը նույնպես շատ կարեւոր է, ես նշեցի բոլոր այն լսարանները, որոնցից կախված է կազմակերպության հաջողությունը եւ անհաջողությունը։ Շատ հաճախ կարող է սխալ տպավորություն ստեղծել, որ դե սա օրինակ, եթե ես մասնավոր կլինիկա եմ եւ իմ հաճախորդները պոտենցիալ պացիենտներն են, դե պացիենտներն են իմ լսարանը։ Այո, նրանք որպես հաճախորդներ հիմնական լսարան են։ Բայց նաև կազմակերպության ներսում աշխատողները կարևոր լսարան են, լրագրողները, ցանկացած այլ մարդ, որը կարող է կարծիք արտահայտել եւ դա կարող է ազդեցություն ունենալ հաջողության կամ անհաջողության վրա, լսարանը, օրենսդրություն ձևավորողները, իշխանության մեջ եղածները, անգամ նոր լսարաններ են անընդհատ ձևավորում, միգուցե ինչ-որ նոր հարթակ է ձևավորվում, որտեղով մարդիկ կարող են գտնել իմ կազմակերպությունը ինֆորմացիա ստանալ, հա, հիմա օրինակ ես մարդիկ ավելի քիչ են հակված Google-ով search անելը եւ Gemini, ChatGPT կամ LLM-ով։ Այսինքն այս լսարանների բաժանումը եւ մտածել լսարան, որը որ եւ հաջողություն եւ անհաջողություն կարող է ստեղծել կազմակերպության համար, շատ եւ շատ կարեւոր է։ Շատ հետաքրքիր է ու հատկապես հետաքրքիր է, երբ որ նաև այդ կլինիկայի օրինակով ենք բերում, որովհետև շատ տարբեր բաներ փորձում են ամեն դեպքում կիրառել, բայց այստեղ էլ այդ գրագիտության ավելի համապարփակ մոտեցման մի քիչ sense ցածր մակարդակը ամեն դեպքում տեսանելի է լինում, հա։ Ես վերջում պարտադիր մեր հյուրերին հարցնում եմ նաև, թե որն է հենց ձեզ համար անհատապես առողջ լինելու եւ առողջ ապրելու բանաձևը եւ դրանք որպես կանոն շատ տարբեր են լինում ամեն մարդկանց մոտ, թերևս մի կարճ հատված նշեցիք, որը ոնց ենթադրում եմ մեդիտացիան է, շարունակաբար արվող, կան այլ գործիքներ, մեխանիզմներ, բանաձևում ներգրավված ուղղություններ, որ օգնում են ավելի առողջ ապրել։ Այո, մեդիտացիան տեխնիկա է եւ կարեւոր տեխնիկա է, բայց հավատարիմ լինելով տրանսցենդենտ բառին փորձեմ նաեւ հենց իրեն էլ տրանսցենդել, երբ ասում են տեխնիկաները փչացած ժամացույցի նման են, նրանք ժամանակը ճիշտ են ցույց տալիս, բայց օրական 2 անգամ, այսինքն ես օրինակ տրանսցենդենտալ մեդիտացիան միանշանակ բոլորին կարող եմ առաջարկել, բայց եթե ել ավելի խորանանք, կարծում եմ անձնական էվոլյուցիայի մեջ մի պահ է գալիս, որ տեխնիկաներից այն կողմ էլ պետք է անցնել։ Ինձ համար անկախ նրանից ինչպիսի մեթոդ եմ օգտագործում կամ որևէ մեկի օգնությունն եմ խնդրում, էական է դիպչել իմ մեջ եղած այն հատվածին, այն տարածությանը, որը որ իմ ինտելեկտից այն կողմ է, որովհետև ես գիտեմ, որ կա ռազմիկ, որը որ իմ կյանքի ընթացքում ունեցած փորձառությունների համակցությունն է, այդ հուշերն են, դա միշտ կա, բայց երբեմն եթե օրինակ ինչ-որ խնդիր եմ փորձում լուծել եւ անդադ պրպտում եմ մտքերս, ի վերջո մի հատ պահ գալիս ես հասկանում եմ, որ եթե լուծումը այնտեղ էր, հիմա արդեն միգուցե գտած կլինեի։ Այսինքն ես կարծում եմ բոլորս ունենք ինտուիցիա, բոլորս ունենք տարբեր մեթոդներով հնարավորություն կապվելու մեր մեջի եղած այն տարածությանը, որը արդեն իսկ գիտի։ Իսկ երբեմն անգամ ինֆորմացիան չի խնդիրը, հա, օրինակ, եթե ինչ-որ մեկին հարցնես, ինչա պետք որ դու ավելի առողջ լինես, ինքը կասի,
Ես պետք է գնամ սպորտի եւ այլն եւ այլն։ Այո, շատ Բայց ինքը չի բանալ անում։ թվացող, པարզ թվացող բաներ, գործողություններ։ Այսինքն կարևոր չի զուտ ինֆորմացիա, զուտ կոնցեպտը, որ սա է հարկավոր։ Դա ասելը կամ կրկնելը մեկ այլ բան է, բայց դա տեսնելը որպես ճշմարտություն եւ թույլ տալ, որ դա դառնա վարքագիծ, այլ ավելի էական է դառնում։ Եվ հենց այստեղ է, որ երբ որ մենք պրոյեկտում ենք մտքերը ավելի խորը տարածությունից եւ մենք նախ մաքրում ենք մեր մտածողության դաշտը եւ կարծում եմ ունենում ենք այնպիսի ցանկություններ, որոնք որ բնությունն է անգամ աջակցում, դրանք դրական ցանկություններ են, դրանց իրականություն դառնալու հնարավորությունը կամ իմ հնարավորությունը դրանց իման վրա ինչ որ գործողություն ձեռնարկելու շատ եւ ավելի շատ դրական է դառնում։ Չգիտեմ որքանով պատասխանեցի քո հարցին։ Դա շատ անհատական է, այնպես որ յուրաքանչյուրի բանաձևը իր բանաձևն է, ինքն է պատկերացնում, թե ինչպես է իր առողջ լինելու բանաձևը, այնպես որ լիովին պատասխանը հասկանալի էր։ Շնորհակալություն զրույցի համար։ Շատ շնորհակալ եմ հրավերի եւ հետաքրքիր զրույցի համար։ Բուն TV-ում առողջ ոդքասթներ։ Ցտեսություն։